Եղավ, կապ։ Լավ, ես Լուսեի հետ կխոսեմ, քեզ կասեմ։ Լավ։ Ոնց ես։ Լավ, հաց կուտես։ Չէ, այդ հին թաղի հետ կապված։ Հա, պապան զանգել ասել է։ Գալու է ձեզ արգամը։ Չէ, ում ազալ խորհուրդ չի տալիս գնալ։ Դա շատ լավ խորհուրդ է։ Բայց դե չեմ կարա չգնամ, հասկանում ես։ Հուսով եմ դու չես գա։ Չեմ գա, չես լավի, չէ։ Չէ, ես ինքս էի մտածում ոնց քեզ ասեմ, որ չգաս։ Բան կա։ Հա, մի բան կա ուզում եմ խոսենք։ Ասա։ Արեգ, չես ուզում պատասխանես։ Դե ինքը տականքի մեկն է։ Եթե տենց է, ուրեմն դժվար է լինելու։ Ու վերջ։ Դու լավ աղջիկ ես։ Ես չէի ուզի, որ դու դրա նմանի հետ կապես կյանքդ։ Մենակ դա։ Եթե ես կարողանայի Լուսեին մոռանալ, ես կուզեի, որ քո հետ կապեմ կյանքս։ Բայց ես քեզ ոնց ասեմ, Աշխեն։ Մի քիչ էլ դիմացի։ Չգիտեմ երբ, չգիտեմ ինչքան առասարակ կգա տենց օր, որ ես 24 ժամվա մեջ Լուսեի մասին գոնե մի ժամ չմտածեմ։ Ես կդիմանամ։ Ավելի շատ, քան դու պատկերացնում ես։ Արգան, ես ուզում եմ, որ դու ինձ պատմես Վրաստանում անցկացրած ձեր վերջին օրվա մասին։ Բան Սաթեն ջան, 1000 անգամ պատմել եմ, էլի չեմ հասկանում ինչի համար ես նորից հիշել դա։ Ես մեծացել եմ տենց անդադ Անդրանիկի ու Սոնայի դեմքը աչքիս առաջ։ Իսկ այ Արշակի դեմքը չեմ հիշում, չեմ էլ կարողանում պատկերացնել։ Դե չգիտեմ էլ ինչ ասեմ, ինչ էլ ասեմ, էլի նույն բանն եմ ասելու։ Անդրանիկը շտապում էր։ Արամը մի խոսքով այդ վիճակով չէինք կարող ճանապարհ դուրս գալ, հասկանում ես էլի։ Այդ հասկանում եմ։ Բայց ինչի է շտապում Անդրանիկը։ Ես այդ օրը առավոտյան հետը խոսել եմ։ Ինքը չասեց, որ Երևան վերադառնալու միտք կա։ Հա, չէ, իսկապես ճիշտ ես, իսկապես նման միտք չուներ։ Չգիտեմ, բայց օրվա ընթացքում միտքը փոխվեց։ Ինչի։ Պատճառը, առիթը։ Այդ ինչ եղավ, որ միտքը փոխվեց։ Որտեվ ստեղ Երևանում ոչ մի բան չէր կատարվում, որ տենց շտապ էր։ Տենց մթով ճանապարհ դուրս գար։ Հա, Արգան։ Չգիտես որն էր պատճառը։ Սաթեն ջան, ես էլ եմ մեծացել, ոչ մի բան չեմ հիշում։ Փորձում եմ տեղը բերել ամեն ինչ, չգիտեմ։ Իսկ կարող է Արգան ուղղակի չես ուզում ասել։ Էդ ինչ ես ասում, Սաթեն։ Ինչ եմ ասում։ Դե կարող է պատճառը կապված անենց մարդու հետ, ում անունը չես ուզում տալ։
Օրինակ, Օրինակ, Սրապյանի հետ ասենք կապված։ Կարող էր չէ դա պատճառը լինել։ Ալո, Պիծա լսում ես։ ինչ ա եղել ախպեր։ Աչքս կպել էր։ Ապեր խնդրում եմ, մի բան արա փրկի։ Ինչ ա եղել։ Այս վիկան նստել աշնչից եկել ենք սրճարան։ Հիմա մոտս էլ փող չկա։ Սրճարանում էլ ինչ ասում եմ, համոզում եմ, որ ուսանողականս թողեմ իրաց մոտ վաղը բերեմ տան, չեն համաձայնվում։ Ապեր, լսում ես, Պիծա, խնդրում եմ։ Քարտից փող գցի։ Վիկան ուզում է տուն գնալ, չեմ կարում ձգեմ։ Լսում ես, ձեն հանի։ Լսում եմ ապեր։ Ասի դրամ այդքան կա քարտիս։ Մի վարքան։ Ինչքան է պետք։ Մի վարքան։ Փոխանցեցի ապեր։ Վայ, ապրես, Պիծա, ապրես, դու ուրիշ ես էլի, առանց քեզ ինչ էի անելու։ Անայս, այսքան ձայն եմ տալիս, չես լսում։ Դե մի խոսքով Արամը չպատասխանեց հարցիս, Անայիսն էլ նեղացավ, ասաց, որ քիթս իր կյանք չմտցնեմ ու նման բաներ։ Նա կժպտաց, բա ինչ կանես, լավա չես ծիծաղում։ Իմ փոքրիկ Անայիսը մեծացել է, ինքը շատ կարևոր մարդ է իմ կյանքում։ Ու ես ընդհանրապես ուզում էի հասկանալ Արամի մոտ էլ զգացմունքներ կան թե չէ։ Դա ես կխոսեմ Արամի հետ։ Չնայած որ այստեղ էին եկել, ես զգացի, որ ինչ-որ մի բան կա։ Դե ես մեծ հաշվով վստահում եմ Արամին։ Ուղղակի անհանգստանում եմ։ Իսկ Անայիսի հետ ես հետո նորից կխոսեմ։ Ես մտածում եի կանչե ես տեղ խոսենք, բայց հիմա կուզեն, որ մանավանդ դու էլ տանը լինես։ Դե ես կարող եմ տանը չլինել այդ ժամանակ, բայց դու որ խոսես հետները, ես հանգիստ կլինեմ։ Լավ։ Ուրեմն մի քանի օրից ես կկազմակերպեմ։ Շատ շնորհակալ կլինեմ։ Թեյ կուզես, դնեմ։ Դեմ չեմ լինի։ Լավ եմ, Մարիամ, լավ եմ, ամեն ինչ նորմալ է։ Չէ, լավ եմ զգում ինձ, օֆիսում եմ, շուտով կգամ տուն։ Լավ։ Ես սովորաբար այս ժամերին տանն եմ լինում, անհանգստացել եմ։ Բարզա, երկար չեմ տանջի քեզ։ Այսինքն այդ ժամանակ Սրապյանը Թիֆլիսում է եղել։ Անդրանիկը հետը հանդիպելով, դու հետներն ես եղել։ Չէ, չեն հանդիպել, չէ, Անդրանիկը չուզեց հանդիպել հետը։ Այսինքն, այնուամենայնիվ Սրապյանը Թիֆլիսում էր։ Հա, բայց դա վթարի հետ ինչ կապ ունի։ Արգամ ջան, դու այսքան ժամանակ ինձ անդադ պատմել ես,
այդ վերջին օրվա մասին։ Բա ինչի չես ասել։ Պատճառը ո՞րն է եղել, որ չես ասել Սրապյանի Թիֆլիսում լինելու փաստը։ Բայց ախր Սաֆին ջան, իմաստը ո՞րն էր, որ ասեի։ Ասում ես Անդրանիկը չի ուզել հանդիպել Սրապյանին։ Արգամ ջան, այդ պատճառ չէր, որ մթով ճանապարհ ընկներ։ Արեք ասա։ Ասա արեք, լսում եմ։ Չէ տանը չեմ, չէ դուրս եմ եկել։ Ոչ պետք չի, ստեղ մոտիկ եմ, ես կգնամ, եղավ արեք ջան։ Մեր խոսակցությունը ավարտված չի արգամ, ուղղակի ես չեմ ուզում արեկը իմանա այս պատմության մասին, ընդհանրապես չեմ ուզում այս պատմությանը խառնվի։ Դու պարտավոր ես ինձ ամեն ինչ պատմել, նենց որ էլի կհանդիպենք։ Հասկանում եմ, Սաթեն ջան, պատմեմ, էլի պատմեմ։ Ինչքան պատմեմ, ախր դու ամեն ինչ գիտես։ Արգամ ջան, ես ամեն ինչ գիտեմ, լուրջ։ Ես գիտեի, որ Սրապյանը Թիֆլիսում ա եղել։ Այսքան ժամանակ դու ինձ պատմել ես վերջին օրվա մասին, մի անգամ չես ասել, որ Սրապյանը Թիֆլիսում ա եղել։ Լավ, ինչ որ է, մի օր առավոտյան կգամ։ Կնստենք հանգիստ կխոսենք։ Ամեն ինչ կհիշես, խնդրում եմ, որ հետո չասես ինձ։ Այս մի բան է հիշում էի, մի բան չէի հիշում։ Եղավ։ Հաջողություն։ Դե եղբայրդ է, հոգովատը չի ուզում անայիս։ Մամ հասկացանք, բայց մենք եսիմինչ հարաբերությունների մեջ չենք, որ եկել է Արամի հետ ուզում այն ինչ-որ բան խոսի։ Ընդհանրապես ես իրան ասացի, թող իր գործերին նայի։ Ես իր օգնության կարիքը չունեմ։ Դե բա իհարկե, ձեր սերունդը ամեն ինչ գիտի, չէ՞ ինքը ոչ մի բանի կարիք չունի։ Մամ, եթե օգնության կարիք լինի, հաստատ կասեմ։ Ու պետք չի ձեր առնել։ Հավատամ լսածիս։ Հա ինչի պետքա չհավատաս։ Ու հա, Արամին տեսնելուց էլ պետք չի այդքան հարցեր տալ։ Մենք նոր ենք հասկանում, ինչ հարաբերությունների մեջ ենք։ Լավ, ոչ մի հարց չի տա Դավիթը։ Դու կարևորը մի լարվի։ Դու պապան էլ։ Ոչ մի հարց չեն տա, կսպասենք, մինչև դու ասես, լավ։ Մամ, հիմա այդ լուրջ ես ասում։ Հա, անես ջան, լրիվ լուրջ։ Ապրես մամ ջան։ Չէ, Սատ, մենք պայմանավորվել ենք, որ դու ինձ պետք է ասես, երբ ես տնից դուրս գալիս։ Ու դու ինձ առանց ասելու դուրս ես գալիս, գնում քայլելու։ Արեք ջան, խնդրում եմ, մի բարդացրու էլի, ցավդ տանեմ։ Հիմա այդ Սրապյանը ինչ է, այս ժամին պիտի գար մեր շենքի մոտ կանգներ, որ ես գայի ինձ վնասեր, հա։ Ես քեզ լուրջ բան եմ ասում, դու անլրջացնում ես։ Բայց լավ էլի խնդրում եմ, փոքնած եմ։ Ես պտտվել եմ, դու մոտակայքում չես եղել։ Ասեմ ավելին։ Տեսել եմ, թե ոնց է տաքսին կայանում ու տեսել եմ, թե դու ոնց ես դուրս եկել ու վազել շենքի կողմ։ Ես հույս ունեի, որ Աշխենը կգնա քնելու ու դու հիմա ինձ ամեն ինչ կասես, բայց դու չես ասում։ Արեք ջան, իջել էի քաղաքում քայլելու։ Ինչի ստեղի մայթերը դուրս չեն գալիս, գնացել ես քաղաք։ Մոտավորապես տենց մի բան։ Դու հիմա հույսը դրել ես նրա վրա, որ ես քո թորն եմ, դու էլ Ստոպ։ Չասես այդ բառը, 100 անգամ ասել եմ։ չասեցի։
Բայց մենք պայմանավորվել էինք Սաթ։ Ու հիմա դու ինձ ամեն ինչ կասես։ Դու կասես, թե ուր էիր գնացել ու ինչի համար, ու ընդհանրապես թե ինչ է կատարվում քո հետ։ Արիկ ջան, ցավը տանեմ, ինչի ես բարդացնում ասենք։ Երկար քայլեցի, չգիտեմ ուր էի հասել։ Ալարեցի ոտքով կամ տաքսի վերցրեցի եկա։ Ճպացնում ես որ ինչ։ Սաթեն։ Արիկը քեզ էլ չի զանգել։ Չէ։ Թե խմեմ իջնեմ ներքև։ Իջնենք Սաթեն։ Ոչ աղջիկ ջան։ Դու տանն ես մնում, ու քո գործերին ես նայում։ Չասեցիր ոնց անցավ է։ Ձեր երեկոն երեք։ Արիկը քեզ բան չի ասել։ Չէ, բան չի ասել, ուղղակի ինքը հետաքրքրվում էր իմ զբոսանքի քարտեզով։ Բայց գիտես ոնց էր անհանգստացել Սաթեն։ Ահա որ ուշացար։ Յո՞չ անհանգստացել ես։ Բան էիր ասում ասա։ Դե Արիկը ասաց, որ եթե կարողանա մոռանալ Լուսեին, շատ կուզի իմ հետ կապի կյանք։ Ուրախ չես Սաթեն։ Կուզեի ուրախ լինել, բայց հարցն է նա, որ ինքը կկարողանա Լուսեին մոռանալ։ Քեզ ինչ եղավ։ Դեմքդ ինչի փոխվեց։ Աշխեն ջան։ Բա դու ամեն ինչ պետք է անես, որ մոռանա։ Այ ոնց ես չգիտեմ, ես էլ չգիտեմ, բայց պետք է խելքել գիտանք։ Ուրիշ ճար չունենք։ Արգամ, Հա։ Չես պատկերացնի ոնց էր նայում վրաս։ բայց տեսնես ինչ ա եղել, որ նորից որոշել ա գա ու այդ մասին խոսա։ Չգիտեմ, ասում ա հաճախ եմ հիշում։ Ինչի երբ ա մոռացել, որ հիմա հիշի կամ չհիշի։ Կարող ա ինչ-որ մի բան լսել ա։ Չգիտեմ, բայց անընդհատ Սուրենի անունն էր տալիս։ Ես էլ չհասկացա, թե ոնց բերանիցս թռցրի, որ Սուրենն էնտեղ ա եղել։ Իսկ կարող ա Սուրենն ա ինչ-որ բան ասել։ Ինչ պիտի ասեր։ Չէ, այդտեղ Սուրենը ոչ մի կապ չունի։ Բա հիմա երբ ա գալու նորից։ Կոնկրետ օր չի ասել։ Դե երևի երբ հարմար կլինի, էլի չգիտեմ։ Լավա տուն չի եկել։ Չէ ուզենա, որ Արամը այս ամեն ինչը լսեր։ Հա, Արգամ, Մարիամ, չես պատկերացնում ոնց չէի ցանկանա նորից մեկ անգամ հանդիպել։ Չես պատկերացնում ոնց եմ վախենում ես մեր հանդիպումից։ Չէ, գա, ես քեզ ասել եմ, որ մեր մոտ խնամքի իմ սիրած բրենդը Նռանեն է։ Չես հիշում, պատմել եմ։ Գայ Նռանե չէ, Նռեն է։ Հա, ու հիմա իրանք արդեն Վալբերիսում էլ կան։ Արի ես քեզ ուղարկեմ, իրար հետ նայենք ինչ էր կա, համ էլ արդեն դու էլ կարաս պատվիրես։ Ուղարկեցի մի րոպե։ Նայ, դեմքի խնամքի միջոցներ կա, մարմնի ու մազերի էլ։ Հա ու ասեմ, որ մանավանդ այս եղանակին մազաթափության դեմ այս շամպույները լրիվ քրկություն են։ Ես մի հատ իմ համար պատվիրել եմ ու ասեմ, որ շատ գոհ եմ։ Սպասի։ Հա, մի րոպե սպասի, աղջիկուլը ուղարկեմ, դու էլ քո համար պատվիրի ու չես փոշմանի հաստատ։ Մի րոպե։ Դու պատվիրի ու անպայման ասա հավանել ես թե չէ։ Ու հա, կարաս հանգիստ լինես, որովհետև ամբողջը բնական բաղադրիչներից է։ Դե լավ, կապով։ Կներես, ուղղակի իմ ընկերուհիս էր։ Ռուսաստան տեղափոխվեց, բայց կապը մեկա չկորեց։ Շատ լավ է։ Սա ինչ էիր ասում, մազաթափության դեմ շամպուն, հա։ Հա, պետքա քո համար էլ առնեմ։ Հա, Լավ, այսօր դուրս եմ գալու, դեղատուն եմ մտնելու։ Միանգամից կվերցեմ քո համար։ շնորհակալ։ Խնդրեմ։ Դե վերջ, ես պատրաստ եմ, գնացի արդեն։ Ինքավ ես գնում։ Հա, Դավիթ։
Գույշ կլինես ընդհանում չլինի, հա։ Հիմա ինձ համար ես անհանգստանում, թե կներես, գնացի։ Բան չի եղել Արամ ջան։ Չէ, ինչ պետք է լինի սատ։ Ես քանի օր ուզում եի գայի չէի հարմարվում։ Ես ուր էի գնում։ Էս հին թաղի հարևանի տուն։ Ինչ կա։ Այն Դավիթին գրոպով մամայի մոտ բերանցս թռավ։ Այսինքն Մարիամը գիտի։ Խոսացել է Դավիթի հետ։ Դե Դավիթը ասել է, որ նախկինն է։ Ու ասել է իբր Լուսեին մեկը ասելու էր։ Լուսեն ո՞նց է։ Իր ասելով նորմալ։ Իսկ բացի տնից էլ որտեղ է լինում։ Մեր տուն, իրանց տուն։ Մեկ-մեկ պապայի օֆիս է իջնում։ Ուզում ես տեսնես Լուսեին։ Հա, կզանգեմ, կպայմանավորվեմ։ Ինչի։ Հետո կասեմ էլի։ Ես դու դասի չես։ Առաջին ժամ չունենք։ Դե վազի երկրորդ ժամից չուշանաս։ Ես էլ եմ շտապում։ Բա վերջը։ Դե չասես նորմալ ինչ է հարցրել։ Երևի իր արևին ուզում էր հասկանար, թե Արամը լուրջ է, թե չէ։ Խեղճ Արամ, պատկերացնում եմ դեմքը։ Չգիտեմ ոնց եմ նայելու Արամի դեմքին։ Բայց դու ինչ կապ ունես։ Դե ոնց կապ չունեմ։ Ոնց ունես։ Հիմա ինքն էլ է աղբեր։ Հաստատ ինքն էլ Դավիթին տենց հարցեր տված կլինի։ Գիտես չէ։ Միշտ երազել եմ մեծ աղբեր ունենամ։ Բայց հիմա որ ես ամեն ինչը տեսնում եմ, ուրախ եմ, որ մենք 3 քույր ենք։ Լավ է մաման խոստացավ, որ ինքն ու պապան չեն խառնվելու այս ամեն ինչին։ Իզաբելը ուրիշ դեմքը։ Չես պատկերացնի ոնց եմ սիրում մամայիդ։ Վիկա, բայց Արամը հաստատ նեղված չի։ Հաստատ անայիս։ Կուզես կարամ Արթուրին հարցնեմ, ուղղակի հաստատ Արամը ոչ մի բան չի պատմել։ Ախր շատ լուրջն է։ Չէ, լավ մի հարցրու։ Հետո կհասկանանք։ Ժպտա, աշխարհի վերջը չի անայիս։ Այնքան շատ ես վախենում սխալվելուց։ Գիտես, մամաս մի լավ խոսք ունի։ Ասում է, մինչև չսխալվես, չես սովորի։ Չեմ ասում գնանք ճակատագրական սխալներ անենք, բայց սխալվելն էլ մարդու համար է։ Մամատ լավ է ասում։ Բայց այդ նույն ծնողները նենց են գորգրում, ոնց որ երբեք սխալ չեն արել։ Դե իմ բախտը բերել է։ Մերոնք հանգիստ մարդիկ են։ Մամաս Արթուրի մասին գիտի։ Ասել է հենց զգաս քոննա բեր ծանոթացրու։ Պատմում եմ, խոսում եմ։ Ինքն էլ հանգիստ է, գիտի, որ ամեն ինչ նորմալ է։ Պապապատ։ Ես ու պապան այդ թեմայով չենք խոսում, բայց վստահ եմ մաման ամեն ինչ պատմում է։ Ու ձեր տանն էլ է հաստատ տենց։ Իզաբելը հաստատ ամեն ինչ ասում է պապայիդ։ Մոռացել ես, որ եկել էր քո սենյակ պապատ, ասել էր, որ ինձ զանգես։ Բոլոր ընտանիքներում էլ նույնն է։ Այն որ ասում են, բարի ոստիկան, ջղային ոստիկան։ Լրիվ է դա։ Հա, բայց մեր տանը մենակ ջղային ոստիկաններ են։ Էլմի, Իզաբելիս բան չասես։ Լավ, արի արագ մտնենք խանութ գնանք, հեսա զանգը կտա։ Միլարը տվես, մենակ միլարնի։ Կողումները հաշվ ենք առել ու պայմանագիրը կկազմենք այնպես, ինչպես դու ուզում ես։ Լավ, իսկ երբ ենք գնում, ասացիր շուտ գամ։ Յա, Լուսեի ծոցից հանեցի բերեցի ստեղ նեղվել ես, հա։ Չսկսես։ Լավ, դավ ջան, կատակ եմ ան։ Թող այդ տաները քանդեն, կիչնենք։ Հավեսում ես դրանց վայվույը լսելու։ Հարում ասա։ Այսինքն չեն թողնում քանդեք։
Ինչ մարդիկ։ Լսի՞չ տարիքով մարդ։ Մի տանեղացի ինչա որ չեք կարող քանդեք։ Գալիս եմ։ Էս ինչ ժողովուրդ են մարդ։ Նա ինչ է եղել։ Ասում է տան դիմաց են սա հավաքվել, չեն թողում քանդեն։ Որ տունը։ Ինչ տարիքով մարդ հաստատ են բիձենա։ Գալիս ես։ Հա, գալիս եմ, մենակ համստացի։ Դու էլ արդեն գործ ճարի էլի ապեր։ Այդքան ասում եմ, սիրուն էլ չի արդեն։ Չեմ կարա, ես ոնց իրան այդ ամեն ինչը բացատրեմ, չեմ կարա ես իրան այդ ասեմ։ Ախպեր, բա որ քնած ելնեի։ Կամ մոտս փող չլներ։ Հերախոսս անջատածելներ։ Այդ ժամանակ ինչ էիր անելու։ Չգիտեմ, բիձա, չգիտեմ։ Դրա համար եմ ասում ապեր։ Այդ ժամանակ իրան ասելու էիր։ Ինքն էր չէ՞ սկսելու փող ճարելը։ Հա, չգիտեմ, արդեն Դնայի դրան չհասնենք ապեր։ Դրա համար եմ ասում։ Ալո, Հավիկ։ Հա, մենք ստեղ ենք ներքևը։ Հա, ձեզ ենք սպասում։ Լավ։ Ապեր աղջիկներն են գալիս։ Մոտդ ինչքան փող կա։ Ես ու Անայսը քրոջս տուն ենք իջնում։ Այդ նոր որոշեցիր։ Չտեսար որ քուրս զանգել էր։ Տեսա։ Ապեր, բա ես ինչ անեմ։ Դու էլ առիթը բաց մի թող ու խոսա հետ։ Երեք մեր տանն էր, ոնց որ թե գոհեր։ Հա այնքան գոհա, որ ոչ զանգելա, ոչ եկելա։ Ընթացքը չգիտես ինչ կլինի։ Ձեր ասած ընթացքը կարող է շատ երկար տևի։ Օլեա։ Չէ, դուք չեք պատկերացնում այդ ժամանակ իմ հետ ինչա կատարվում։ Ես չեմ հասկանում ինչ եմ անում, ինչ հիմարություն ասես, ես կարող եմ անել։ Լավ, դու հո երեխա չես։ Հավաքի քեզ։ Չեմ կարող։ Հիմա ինչ անեմ, գամ տանեց նստեմ կողքդ։ Դե պարզա որ չէ։ Դու կարևորը որ չգնաս ու չհոգնեցնես իրան։ Ինքը մեկ կխղճա, երկու, երրորդին ուղակի կհոգնի ու չի գա։ Գիտեմ, դժվար է, բայց պիտի դիմանաս։ Տեսնենք ինչով է ավարտվում այս պատմությունը։ Հետո Դավիթը կարող է քո մոտ էլի գա։ Չգիտեմ, հավատում ես թե չէ, բայց ինքը քեզ սիրում է։ Հոգատար է, չէ՞ քո նկատմամբ։ Գումարել է, չէ՞ կարծեմ փոխանցում։ Ամեն ինչ գումարով է։ Չէ, գումարով չի, բայց դա եւս հոգատարության դրսևորում է։ Ես կուզեի իր հոգատարությունը լրիվ ուրիշ ձև արտահայտվեր։ Մենք միշտ ուզում ենք այն ինչ որ չունենք ու չենք գնահատում այն ինչ որ մեզ տրված է։ Իզաբել, ես ձեզ շատ շնորհակալ եմ, բայց եթե մի երկու օրից էլ Դավիթը չգա, ես գնալ եմ ու կնոջը տեսնեմ։ Տեսելի նույն բանն է ասում։ Ձեր առաջարկածը շատ լավ էր։ Մի երկու անգամ բայց այդ ամեն ինչը տևեց ու հետո Դավիթը կորավ։ Դրա համար կանեմ այն ինչ ճիշտ եմ գտնում։ Բա հետո որ դրանից հետո բաժանվեք ինչ ես անելու։ Չգիտեմ, բայց սենց էլ չեմ կարա։ Կներեք։ Ով չէ ները, ցույց տուել է, ով չի թողում, ուր է բիձեն։ Հանգստացի մի հատ։ Դու ես հանգիստ եմ, ուր է։ Սպաս։ Դուք իմ տունը չեք կարող քանդեք։ Իսկ աղա իմ տունը։ Պապ։ Ամպերելի։ Դատարանը հայցի ապահովումը կիրառել, ու արգելանքա դրել։ Իմ տունը չեք կարող քանդեք, քանի դեռ դատարանի վճիռը չկա։ Նախ բարև ձեզ, ես կարող եմ թղթերը տեսնել։ Ես պատճենն է։ Բնօրինակի ապահով տեղը։ Դու ինչ թուղթ, ինչ բան։ Համբերի։ Իսկ դուք ինչ հիմքով եք դիմել դատարան։ Պայմանագրի։ Ամեն ինչ ճիշտ է։ Մեզ մարդու տունը չենք կարող քանդել։ Հիմա լուրջ ես խոսում, տղա ջան։ Ավելի քան լուրջ եմ խոսում, պապ, օրենքը թույլ չի տալիս։ Օրենք։ Դու էլ քո օրենքն ես։ Անգի։ Անգի։
Մենա ես ու դու կամուսնանանք, ամբողջ օրը իրար հետ կլինենք։ Իսկ եթե լուրջ, այսօր ինչ պլաններ ունենք։ Հավես միտք չունես։ Արի Անայիս, մենք գնանք թող իրանք էլ հասկանան ինչ են անում։ Կապով երեխեք։ Բակա։ Արդեն յուր ձեռք եմ բռնում։ Խիվատա։ Չէ, շատ լավ է։ Բա մարդ մի հատ ժուչոք չունենար։ Ինչի։ Մի տեսակ ես Արթուր։ Բան է եղել։ Չէ, արի գնացի։ Վերջը քո ուզածին հասար, չէ՞։ Վազեցիր ու բողոքեցիր, այ պիցա։ Նորմալ խոսա, ու ես քեզ քանի անգամ արդեն ասել եմ, որ ես թղ չմտնես։ Հանգիստ, Արեգ, հանգիստ, Սրապյան։ Եկա մարդա չես տեսնում, հարգանք ունեցի մի քիչ։ Յա, ես կզարմանայի, որ դու ստեղ չլնեիր։ Այս սաղ քո ձեռքի գործն է, չէ՞։ Ոչ, ցավոք սրտի դատարանի ձեռքի գործն է։ Հա, բայց ինքը իր պոտիկներով չեր բազի դատարան, չէ՞։ Լավ էլ կգնայի։ Փուստը։ Մի րոպե հələ։ Իա։ Տղա ջան, դու ամեն ինչ հասկացար։ Իհարկե հասկացա, սպասում ենք դատարանի վճռին։ Վերջ, մինչև այդ։ Համազանց Թևոսյանի տանը ոչ ոք իրավունք չունի մոտենալ, առավել եւս քանդել։ Եղավ հայրիկիդ վերցրու տար ստեղից, այն տեխնիկան որ բերել եք ընդ կանգնացրել եք, այն էլ վերցրեք ու գնացեք ստեղից։ Դու ինձ մի ասա, ես ինչ անեմ։ Դու քո տունն էլ եմ քանդելու, եղավ։ Լսի, Սրապյան, ինձ թվում է, քո այդ մեծացրած փաթեթի թույլտվությունը հետ են վերցնելու։ Ծոծորակը կտեսնես, բայց տես բան չես տեսնի, այն մյուս թեմն էլ եմ քանդելու։ Իսկ դու սուսուփուս, ծախելու ես այ պառա, դստացի։ Ես էլ եմ աղբում ու ամեն ինչ հասկանում եմ։ Բայց մի բան կա, հիշում ես երեկ ինձ հարց տվեցիր։ Կարող ես հիմա պատասխանես։ Պատասխանում։ Այսինքն այսօր տեղ չենք գնալու։ Գոնե վաղը։ Մի երկու տեղ ունեմ մտնելու։ Գնամ հասկանամ ինչա լինում, քեզ կասեմ, լավ։ Երթվում եմ հավատամ Մարիամ մեծ հաճույքով կհրաժարվեի այդ հին թաղի փաթեթից։ Մենակ թե պատմությունը վերջանալ գնար։